Մարդիկ ուզում են առանց Աստծո ապրել եւ իրենց թվում է թե այդտեղ է ազատությունը։ Մեր հայտնի մարդկանցից շատ-շատերը կամ ստացել են կրթություն ճեմարանում, կամ դուրս են եկել հոգևորականների ընտանիքից։ Գևորգ 6-րդ Չորեքչյան կաթողիկոսը գտավ տարբերակը շահելու Խորհրդային Միության բարեհաճությունը։ Ապագայի մեր եկեղեցին ինչպես եք պատկերացնում, ինչպիսին է լինելու։ Բարեշնոր, հայտնի է, որ Հայաստանի անկախության նախորդող տարիները եղել են պատերազմի, մաքարման, կռվի եւ պայքարի տարիներ։ Այս զուգահեռներում կխնդրեմ ներկայացնեք հատկապես թե ինչ դեր է ունեցել եկեղեցին անկախության, պետականության պահպանման գործում եւ հատկապես Երրորդ Հանրապետությունը մենք ինչպես ձեռք բերեցինք, այստեղ եկեղեցին ինչ դեր ունեցավ, որովհետեւ Երրորդ Հանրապետության նախորդ տարիներն էլ կարող ենք բնութագրել, որակել, որ եկեղեցու համար հալածանքի տարիներ են եղել, այդ են վկայում խորհրդային տարիներին խոնարհված եկեղեցիները, որոնք վերածվել են ուղղակիորեն կոլտնտեսության նշանակության շինությունների, ակումբների, խնդրեմ դուք ներկայացրեք։ Շնորհակալություն հարցի համար։ Այստեղ թերևս շատ բազմաշերտ հարց է իհարկե, կփորձեմ երկու տեսանկյունից ներկայացնել։ Սովորաբար երբ որ մենք որևէ եկեղեցական պատմության ընթացքից խոսում ենք, ներկայացնում ենք տվյալ ժամանակահատվածի կաթողիկոսների գործունեությունը եւ դուք ճիշտ նկատեցիք, որ նախանկախության տարիները, հատկապես խորհրդային տարիները եւ հատկապես 1930-ական թվականները շատ ծանր էին եկեղեցու համար, դա առաջին այդպես ալիքն էր, որը եկավ եկեղեցու դեմ, եւ սա շատ տրամաբանական էր, որովհետեւ յուրաքանչյուր կայսրություն ցանկանում է, որպեսզի իր տիրապետության տակ եղող ազգերը չունենան ազգային դիմագիծ, իսկ գաղտնիք չէ, որ կրոնը ազգային դիմագծի բաղադրիչներից մեկն է։ Այս իմաստով հայ առաքելական եկեղեցին հատկապես, քանի որ ազգային եկեղեցի է եւ մենք քրիստոնեությունը մի տեսակ ազգայնացրել ենք, մեր դեմ պայքարելու համար, այսպես ասած, շատ կարևոր էր հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսելը, որը արեց Սովետական Միությունը եւ դրա այսպես ամենամեծ զոհը դարձավ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը, որին խեղդամա արեցին, հետո իհարկե Գևորգ 6-րդ Չորեքչյան կաթողիկոսը գտավ տարբերակը շահելու Խորհրդային Միության բարեհաճությունը եւ դա շատ եղավ այն հիմնաքարը, որի վրա կառուցվեց կամ վերականգնվեց եկեղեցին, իր շնորհիվ էր, որ կարողացանք ճեմարանը վերաբացել եւ այդ ճեմարանում կրթություն ստացան այնպիսի նշանավոր մարդիկ, որոնք փոխեցին հետագա ողջ մեր երկրի պատմությունը եւ դարձան այն նշանավոր մարդիկ, որոնցով թերևս մեր ազգը ճանաչվում է աշխարհում եւ որոնց մենք ենք ճանաչում։ Եվ գիտեք, մի այսպիսի նուրբ գիծ կա, որին քչերն են անդրադառնում, մեր հայտնի մարդկանցից շատ-շատերը կամ ստացել են կրթություն ճեմարանում, կամ դուրս են եկել հոգևորականների ընտանիքից։ Եվ սա էլ ցույցիչ է, որ եկեղեցին ոչ միայն այն քարաշեն կառույցն է, որը գործում է, որը մտածում էին Խորհրդային Միության տարիներին, որ փակելով պիտի որ լուծեն հայ եկեղեցու հարցը, այլ եկեղեցականները եւ այդ քրիստոնեությունը կարողացել էին այնպես ներարկել մեր ժողովրդին, որ չեղավ որևէ կերպ դա մաքրել, չեղավ որևէ կերպ դրա դեմ պայքարել։ Ասենք նույն Գարեգին Նժդեի հայրը քահանա էր, Հովհաննես Թումանյանի հայրը քահանա էր, եւ այսպես կարող եմ անվերջ շարքեր նշել, թե ովքեր են կանգնած եղել այդ ակունքներում, գալով Երրորդ Հանրապետությանը մարտահրավերներ ունեցավ Երրորդ Հանրապետությունը, Երրորդ Հանրապետությունում եկեղեցին մարտահրավերները որտեղից էին։ Տեսեք, եթե սկսենք օրինակ Արցախյան շարժումից, այսպես շատ գոյաբանական նշանակություն ունեցավ Վազգեն Վեհափարի այն քայլը, որ 1989 թվականին նա այսպես վերստին հռչակեց Արցախի թեմը, որով արցախահայերը հնարավորություն ստացան իրենց ձայնը բարձրացնելու նաև միջազգային ամբիոններում։ Եվ բնականաբար Վեհափարի օրհնությամբ էր նաև, որ Արցախյան շարժումը մեծ թափ ստացավ եւ դա եղավ այն կարևոր հաղթանակը, որի վրա կառուցվեց Երրորդ Հանրապետությունը։ Առհասարակ որևէ ազգի կայացման մեջ կարևոր են սխրանքները, կարևոր են հաղթանակները, որի վրա ազգը կհենվի եւ կկարողանա ոտքի կանգնել։
Անկախության շրջանում անշուշտ մեր եկեղեցին ունեցավ շատ ավելի լավ ժամանակներ, քան խորհրդային տարիներին էին, բայց կային եւ մինչեւ այսօր էլ ցավոք շարունակվում են մնալ խորհրդային միության ազդեցությունները։ Մենք ունենք շատ կիսաքանդ եկեղեցիներ, որոնք ժամանակին պետականացվել են, վերածվել են ամբարների, պահեստների, գոմերի, մշակույթի տների եւ խնդիր կա հիմա եւ այդ շենքերը վերականգնելու եւ որ ավելի բարդ է ժողովրդի մտածելակերպը փոխելու, այսինքն բնականաբար կար մի հատված, որոնք թաքուն աղոթում էին, տանը մկրտվում էին, բայց կային նաեւ մարդիկ, որոնց վրա շատ մեծ ազդեցություն թողեց աթեիզմի դարաշրջանը եւ մենք այսօր մինչեւ այսօր դրա հետքերն ու հետևանքները զգում ենք եւ փորձում ենք աշխատել, որպիսի կրկին Քրիստոսի ավետարանը կարողանանք քարոզել։ Ինչ հաջողության եք հասել եւ հատկապես նորանկախ Հայաստանում ինչքանով եկեղեցուն հաջողվեց վերականգնել իր ժողովրդի հետ կապը։ Գիտեք, հատկապես հիմա վերջին մի քանի տարիների համար կարող եմ վստահորեն ասել, որ մեծ այսպես շարժ է սկսվել երիտասարդների դեպի եկեղեցի եւ սա շատ ուրախալի է մեզ համար, որովհետեւ մարդը բացի նրանից, որ ինչ որ գուցե գենետիկ հիշողությամբ, գուցե ազգային արժանապատվության, գիտակցությամբ, գուցե ազգային պատկանելության կամ կրոնական պատկանելության զգացումներն են մղում այդ երիտասարդներին եկեղեցի գալու, բայց եկեղեցում է, որ երիտասարդները գտնում են իրենց, ինչու եմ հատուկ երիտասարդներին շեշտում, որովհետև նրանք այս երկրի առհասարակ մեր ազգի ապագան են եւ այս իմաստով շատ կարեւոր է, որ այդ մարդիկ լինեն եկեղեցում։ Եվ այս իմաստով եկեղեցին շատ մեծ հաջողություններ գրանցել է եւ դրա վկայությունը մեր տարբեր թեմերում գործող երիտասարդաց միություններն են, գոյություն ունի նաև հայ եկեղեցու երիտասարդների միություն, որը շատ ակտիվ գործունեություն է ծավալում եւ այս իմաստով անշուշտ հիմա եկեղեցին մտել է շատ ակտիվ կյանք, բարեբախտաբար փորձում ենք այդպես տարբեր համայնքներում էլ հնարավոր դարձնել հոգեվորականի ներկայությունը, որը ոչ միայն բարոյական, այսպես ուսուցչի դեր է ստանձնում, այլ որ ամենակարևորն է արժե համակարգի փոխանցող է, ազգային դիմագծի պահպանող է, ինչը բնականաբար նպաստում է թե մեր եկեղեցու եւ թե մեր երկրի առավել հզորացմանը։ Բարեշնոր, խորհրդային տարիներից կարող ենք ասել երևի թե պահպանվեց այն սովորությունը, որ եկեղեցու պատերին գրություններ էին թողնում։ Առ այսօր էլ մենք նկատում ենք մեր վանքերում, եկեղեցիներում, հիմնականում ոչ գործող եկեղեցիներում գրություններ կան, մարդիկ թեկուզ եւ հավատում են եկեղեցուն, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են, բայց այնուամենայնիվ այս սովորությունները իրենց մեջ չեն կարողանում իսպառ վերացնել։ Սա ինչի հետևանք է եւ դուք ինչպես եք աշխատում, ինչպես եք պայքարում այս երևույթների դեմ։ Շատ ցավոտ հարցի կպակ։ Գիտեք, իմ կարծիքով հարցը ոչ այնքան կրոնական դաշտում է, ինչքան ինչ որ իմաստով էգզիստենցիալ, որովհետև մարդը ունի բնական ձգտում պատմության մեջ մնալու, ինչ որ հետք թողնելու, եւ երբ որ մարդը այդ ուղիղ ճանապարհը չի գտնում իր կյանքում ինչ որ սխրան գործելու, ինչ որ բանի հասնելու, որի համար ինքը արժանի կլինի հետագա սերունդների կողմից հիշատակման, երևի ամենահեշտ տարբերակը պատի վրա քո անունը գրելն է, որ որևէ մեկը կարդա ու դու մտածես, որ այդ մեկը հիշատակեց քո անունը։ Հա, թվացial խապկանք է այսպես եւ գիտեք, ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ հենց այս ժամանակավորի եւ հավիտենականի մեջ մարդը միշտ միտված է ընտրելու ժամանակավորը, որովհետեւ դա արագ է, միշտ ավելի արագ արդյունք է ցույց տալիս եւ հեշտ է։ Օրինակ մարդիկ ինչի են նախընտրում ավելի շատ գնալ, ասենք, հետևել այլ կրոնական կազմակերպությունների, ոչ հայ առաքելական եկեղեցու, որովհետև այստեղ մենք փորձում ենք մարդուն վերադաստիարակել, մղել ապաշխարությամբ, փոխել, նորոգել, ավելի լավը դարձնել, իսկ դա դժվար է։ Շատ հեշտ է, երբ որ որևէ մեկը կանգնում, քեզ ասում է դու շատ լավն ես, դու արդեն իսկ փրկված ես, դու կարիք չունես ոչինչի մասին մտածելու եւ փոխվելու, այս խնդիրը բնականաբար կա եւ մենք ակտիվ փորձում ենք աշխատանք տանել, որպեսզի մարդը գիտակցի, որ դա պատմամշակութային արժեք է, դա սրբություն է եւ երբ որ այդ գիտակցումը մարդու մեջ կարողանանք դնել ամբողջությամբ,
վստահաբար ինքը որևէ անգամ չի մտածի, որ կարելի է եկեղեցու պատերին ինչ-որ բան գրել։ Ինչ վտանգների առաջ է նախ կանգնած այսօր եկեղեցին եւ այդ վտանգները որտեղից է զգում, դա աշխարհիկացումն է, աղանդավորական շարժումների օրեցօր ավելացումն է, քաղաքական շարժումներն են, որտեղից է եկեղեցին այսօր վտանգը զգում։ Շատ բարդ հարց եք տալիս, առհասարակ գիտեք, համաշխարհային իմաստով եկեղեցին այսօր ձեր նշած բոլոր խնդիրները ունի, բոլոր երկրներում, բոլոր այսպես եկեղեցական ուղղություններում բնականաբար ամենամեծ խնդիրը աշխարհիկացումն է, որ մարդիկ ուզում են առանց Աստծո ապրել եւ իրենց թվում է թե այդտեղ է ազատությունը եւ շատ ժամանակ է պահանջվում որպեսզի մարդը գնա անառակ որդու առակե օրինակով հասկանա որ այնտեղ չէ ազատությունը վերադառնա հայրենի տուն վերադառնա ասենք իր հայրերի եկեղեցին եկեղեցուն մոտենալու համար պարտադիր է այդ անառակ որդու ճանապարհը անցնել դեռ շատերին հենց այդ ճանապարհն է վերում դեպի եկեղեցի գիտեք չեմ կարող ասել պարտադիր է թե ոչ բայց դա այդպես միջին վիճակագրական տարբերակն է, սովորաբար այդպես է լինում եւ այդտեղ վատ բան պետք է չի նկատել, որովհետեւ հաճախ մեր կյանքում մեզանից անկախ պիտի լինեն այնպիսի երևույթներ, պատահարներ, որոնք մեզ կստիպեն վերանայելու մեր կյանքը, որովհետեւ մենք այսպես բոլորս ինչ որ թմբիրի մեջ ենք ապրում եւ չենք փորձում լուրջ փոփոխությունների գնալ։ Կա վախ, որ դու կձախողես, կա վախ, որ սխալ կանես, մինչդեռ հենց այդ պատահարներն են, որ ստիպում են մարդուն ստիպված գնալ անհրաժեշտ փոփոխությունների։ Գալով նախորդ հարցին, կարծում եմ, որ այսօր եկեղեցու ամենամեծ խնդիրը, ինչպես եւ նախկինում մնում է նույնը։ Մարդկանց մեջ ձևավորել հավատք, ձևավորել մտածելակերպ, ձևավորել մարդ, քրիստոնյա, որը կլինի լավ, նա ով լավ քրիստոնյա կլինի նաև լավ քաղաքացի։ Կարող եմ կենցաղային օրինակ բերել, օրինակ եթե մարդը վատ վարորդ է, ինքը նյարդայնացնում է մի ամբողջ այդ երթևեկության մեջ գտնվող տարբեր վարորդների։ Երբ որ մարդը եկեղեցականանում է, քրիստոնյա է դառնում, սովորում է զիջել, սովորում է չգնալ այնպիսի քայլերի, որով կվնասի ուրիշներին։ Այսինքն պարզ իմաստով եկեղեցու խնդիրը մարդ կերտելն է։ Մարդ, որը կգիտակցի, որ ինքը արժեք է, ինքը Աստծո պատկերն է, եւ ըստ դրա կհասկանա, որ իր շրջապատում էլ մարդիկ նույն Աստծո պատկերն են, որոնք արժանի են հարգանքի։ Ապագայի մեր եկեղեցին ինչպես եք պատկերացնում, ինչպիսին է լինելու։ Հուսով եմ եւ շատ լիահույս եմ, որ ապագայում մեր եկեղեցուն շատ ավելի լավ օրեր են սպասվում, քան հիմա է։ Վստահ եմ, որ այն բոլոր խնդիրները կլինեն քաղաքական, կլինեն գուցե ներեկեղեցական կամ ֆինանսական կամ որևէ տեսակի, անկախ այդ ամենից մեր ժողովուրդը նվիրված է իր եկեղեցուն եւ եկեղեցին էլ կրկնակի ձևով նվիրված է իր ժողովրդին եւ այս սերը պտուղ պիտի տա եւ այդ պտուղը պիտի լինի մեր եկեղեցու բարգավաճումը, ծաղկումը, Փառք Աստծո, այսօր Ճեմարանում բարեբախտությունն ունեմ դասավանդելու եւ այնտեղ այնպիսի լուսավոր տղաներ են սովորում, որ վստահաբար իրենք ապագայի լավ հովիվներ պիտի դառնան։ Մենք այստեղ ունենք շատ լավ սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, որոնք վստահաբար այս եկեղեցին տանելու են միայն բարգավաճման, բնականաբար հետաքրքրվածությունը մեծ է, ուսանողները հետաքրքրված են հոգևոր կյանքով, հոգևոր արժեքներով, Ճեմարանի ուսանողները։ Բնականաբար, գիտեք, դուք խոսեցիք աշխարհիկացման մասին եւ այդ աշխարհիկացումը անշուշտ եկեղեցու կողքով էլ անտարբեր չի անցել եւ շատ քիչ մարդիկ կան, որոնք այս դարում, ասենք, թողնելով ֆինանսական բարգավաճման հրաշալի տեսլականը կամ, չգիտեմ, իրենց կարիերան կնախընտրեն գալ եկեղեցին, ապրել հոգևորականի կյանքով, որը ոչ միշտ է այդպես կանաչ ճանապարհով անցնում, որը ինքնազոհողության, նվիրումի, պայքարի ճանապարհ է ենթադրում եւ Փառք Աստծո, Աստված միշտ իր մշակներին ընտրում է եւ բերում է այնտեղ, որտեղ իրեն պետք են եւ այսօր էլ այո, մեր Ճեմարանը որպես եկեղեցու բաբախող սիրտ շարունակում է գործել եւ այնտեղ շատ նվիրյալ տղաներ կան, որոնց մասին վստահ եմ, որ դեռ ապագայում լսելու ենք։ Ձեր հոգևոր ողջ ծառայության ընթացքում ո՞րն է եղել ամենադժվար փուլը, որ այն համարել եք խաչի ճանապարհ, անցել եք այն եւ գտնում եք, որ պատվով եք անցել։ Գրել եք ձեր խաչը։ Ես
Պատիվն եմ ունեցել ծառայելու զինված ուժերում, երկար տարիներ եղել եմ սահմանամերձ զորամասում որպես գնդերեց եւ կարծում եմ, որ ինձ համար ամենադժվար ծառայությունը այնտեղ է եղել, բայց նաեւ ամենալավը գտնվելու զինվորի կողքին, սահմանին, վտանգների մեջ, ներքին անհաշտությունների մեջ եւ ինձ համար ամենածանր օրը իմ կյանքի թերևս որ կհիշեմ կապված հոգեվոր ծառայության հետ եղել է այն օրը, երբ լուծարվել է զինված ուժերի հոգեվոր առաջնորդությունը, ես հիշում եմ, որ այդ օրը իմ կակտուսը, որը միշտ ինձ հետ է եղել բոլոր իմ ծառայության վայրերում, վերցրի ու լքեցի պաշտպանության նախարարությունը շատ ծանր ապրումներով, որովհետև հասկանում էի, որ առանց հովվի եմ թողնելու իմ հոտին, այսինքն իմ մտավախությունը, այսպես մտահոգությունը առավել այդ էր, որ իմ ընկերներին թողնելու եմ առանց ինձ։ Քանի որ ուսանողների հետ եք աշխատում, կխնդրեմ նաև ուսանողներին անդրադառնաք, թե ինչպիսին կցանկանաք նրանց տեսնել եւ ինչպիսին երբևէ չեք ցանկանա տեսնել նրանց։ Գիտեք, կարծում եմ նախ, որ ամեն սերունդ շատ ավելի լավն է լինում, քան նախորդ սերունդը եւ վստահ եմ, որ այս տղաները, որոնք սովորում են, շատ ավելի լավն են, ավելի խելացի են, քան մենք եւ շատ ավելի շատ բաներ են հասկանում, թե ինչի կարիք ունի այսօրվա հայ հասարակությունը, ինչպիսի հոգեվորական է պատկերացնում եւ վստահ եմ, որ ամեն ինչ անելու են, որ լինեն այն օրինակը։ Մենք այսօր մեծ հպարտությամբ նշում ենք օրինակ Կոմիտաս վարդապետին, նշում ենք, չգիտեմ, Վազգեն Վեհափառին եւ այսպես կարելի անվերջ շարք թվարկել, բայց այսօր էլ մեր կողքին կան ապրող, աշխատող, ծառայող նույնպիսի հոգեվորականներ, որոնց մասին ցավոք ոչ բոլորը գիտեն։ Ես ուզում եմ, որ իրենք լինեն հենց այդ բեկումնային մարդիկ, որոնց մասին բոլորը կիմանան, որոնցով կճանաչեն եւ կսիրեն մեր եկեղեցին եւ իրենք կդառնան այն միջոցը, որ մարդկանց ծանոթացնեն Աստծո հետ։ Ինչու ընտրել խաչը, եթե այլընտրանքը ավելի հեշտ է, ավելի պարզ է։ Որովհետև մեծ հաջողությունները առանց դժվարությունների չեն տրվում, եթե չլիներ խաչը, չէր լինի նաև հարությունը, ըստ դրա, եթե Հիսուս Քրիստոսը չընտրեր խաչի ճանապարհը, կարող էր սովորական կյանքով ապրել, բայց ինքը ընտրեց խաչի ճանապարհը մեզ համար օրինակ ցույց տալով, որ մեծ հաջողությունների հետևում բնականաբար նաև մեծ աշխատանք եւ տառապանք պիտի լինի։ Շնորհակալ եմ, բարեշնորհ։ Ես եմ շնորհակալ։ Տիրոջ աչքը օգնական ու պահապան լինի Աստծո հետ։